Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Կենսաչափական նոր անձնագրերում խորվիրապի պատկերն է առանց Արարատ Լեռան։ Այնպիսի ռակուրս ենք ընտրել, որ կադրում արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության տարածքը։ Եվրոպացի առաջնորդների Երևանյան հավաքին նաև Կանադայի վարչապետը կմասնակցի։ Հերթական թե շրջադարձային հանդիպում։ Երևանն ու Անկարան ընդգծում են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը։ ԱՄՆ դեսպանատունը պատմական առաջընթացից է խոսում։ Ռուբեն Վարդանյանին Բաքվի մեկուսարանից բանտ են տեղափոխել։ Հեղուկ գազի գինը ռեկորդային բարձր է, բայց անգամ այդ գնով դժվար է գտնել։ Երեք չեմ գտել, այսօր էլ լսել եմ, որ կա, առաջի անգամ եկել եմ, որ գնամ կարամ լսնեմ։ Թրամփը պնդում է, Իրանը ցանկանում է օր առաջ բացել Հորմուզի նեղուցը, Թեհրանից դեռ չեն արձագանքել։ Վարչապետն ու ներքին գործերի նախարարը ցույց են տվել կենսաչափական նոր անձնագրի դիզայնը, որը նաև ճամփորդական կլինի։ Մի քանի դիտարկում ինչ կա ու ինչ չկա նոր կարմիր անձնագրի էջերում։ Հայաստանի քարտեզն է, որը նախընտրական այս շրջանում կրծքին փակցրած շրջում է վարչապետը, խորվիրապը առանց Արարատ Լեռան։ Իրական Հայաստանի գաղափարախոս Փաշինյանը չի թաքցրել, այնպիսի ռակուրս են ընտրել, որ կադրում արտացոլված լինի Հայաստանի տարածքը։ Կենսաչափական անձնագրերի ներդրումը Եվրամիության հետ վիզաների ազատականացման գլխավոր պայմաններից է։ Մենք որոշել ենք նաև, որպեսզի կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ ունենա, շատ բան մեր պատկերում կարծում եմ առաջին էջում չի փոխվել։ Հին նմուշի կենսաչափական անձնագրերում էլ այս նշանը կա, կենսաչափականի նշանը, հաջորդիվ Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ որոշակի տեքստային ինֆորմացիա։ Արարատի մարզից պատկերել ենք խորվիրապը, որպես էլի մեր քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը, եւ իհարկե նկատում են մեր քաղաքացիները, որ մենք այնպիսի ռակուրս ենք ընտրել մեր քաղաքականությունների եւ ինչի մասին շատ վաղուց խոսել ենք եւ խոսում ենք, որ կադրում արտացոլված լինի մանավանդ Հայաստանի Հանրապետության անձնագիրն է արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության տարածքը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արտահայտված լինի։ Ու սրա մասին շատ քննարկումներ են եղել, շատ են խոսել։ Ենթադրում եմ էլի կլինի, բայց մեր ընկալումը եւ դիրքորոշումը այսպիսին է։ Ազատությունը երևանցիների կարծիքն է հարցրել նոր անձնագրերի դիզայնի մասին։ Շատերը չեն հասկանում, ինչու կենսաչափական նոր անձնագրերում չի լինելու Արարատը, չէ՞ որ այն ամեն ինչից զատ նաև խորվիրապի տեսարանի անբաժանելի մասն է։ Բայց կան նաև դրան հանգիստ նայողներ։ Արարատի պատկերը սկզբից հանվեց սահմանահատման կնիքից ու չնայած Երևանի ջանքերին 4.5 տարի է հայ-թուրքական կարգավորման գործընթացում ոչ մի շոշափելի արդյունք չկա։ Ակտիվացել են միայն պաշտոնյաների շփումները։ Ոչինչ չէ, նորմալ է, ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում այդտեղ։ Մեր պատմությունն է, մեր պատմական Երևանն է, ոչ մի բադ բան չկա։ Նորմալ է։ Բայց ասենք այդ ձևափոխված սիմվոլները մի քիչ ոչ խորվիրաբի, ասենք խորվիրաբը ես միշտ տեսել եմ Արարատ Լեռան հետ, նկարը ուրիշ ձև է եղել, ասենք տպավորությունը ուրիշ է, էլի, բայց ասենք այս ձևով մի քիչ բաներ կա, որ հանված է ու ոչ գեղեցիկ է նայվում, ոչ հայկական իմ տեսակետով։ Բայց սիմվոլներով Արարատը կար, հա? Չկա Արարատը։ Մեր առաջի սիմվոլը Արարատն է։ Անկեղծ ասած, այդպես դիպուկ ինչ-որ կարծիք ներկապահին չեմ կարող ասել, որովհետև առաջին անգամ եմ տեսնում, չգիտեի էլ նույնիսկ, որ նման ինչ-որ փոփոխություն կա։ Այդ շատ լավ է, որ հայկական սիմվոլները մեջ կա, բայց ես չգիտեմ դրա առավելությունը, ինչա փոխում դա ընդհանրապես։ Այդ շատ լավ է, որ նորություն է, որ մեր հայկական խորհրդանիշը կա, բայց ուղղակի չգիտեմ,
Ինչ է փոխելու։ Ասենք հիմիկվանները վատը չի ասենք, բայց հայկական սիմվոլները վատը չի ասենք, սիրուն է։ Այսօր Կարսում հանդիպել է Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը։ Արտգործնախարարությունից հաղորդում եմ, որ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում հայկական և թուրքական կողմերը ընդգծել են Գյումրի Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը, բայց ժամկետներ նշված չեն։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները նոյեմբերին անցկացրել էին երկաթգծի վերականգնման և շահագործման տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև տասնամյակներով փակված տնտեսական և հասարակական կապերի բացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը, սա մեջբերում էր դեսպանատունը սա որակել է պատմական առաջընթաց խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կերտման ճանապարհին։ Չնայած հայտարարված առանց նախապայմանների բանակցություններին Թուրքիան շարունակում է կարգավորումը պայմանավորել հայ-ադրբեջանական կարգավորմամբ, արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, Անկարան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Հաջորդ շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ Երևան կգա նաև Կանադայի վարչապետը մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։ Մարկ Քարնին կլինի եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, ով որպես հյուր կմասնակցի հավաքին։ Երևանում քննարկումները կկենտրոնանան ժողովրդավարության դիմադրողականության ամրապնդման, հաղորդակցությունների զարգացման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա, հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Գագաթնաժողովին հրավիրված են Եվրամիության անդամ 27 երկրները, ինչպես նաև գործընկեր պետությունները, այդ թվում Ադրբեջանը և Թուրքիան։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը անցած շաբաթ հայտարարել էր, որ առայժմ ոչ Բաքվից, ոչ Անկարայից չեն արձագանքել Երևանի հրավերներին։ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումները մեկնարկել են 2022-ից Ուկրաինա, Ռուսաստանի լայնածավալ հարձակումից հետո։ Դրանք անցկացվում են տարին 2 անգամ Եվրամիության անդամ և ոչ անդամ պետություններում։ Երևանից հետո հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Իռլանդիայում այս տարվա նոյեմբերին։ Ռուսաստանում դադարեցրել են հայկական ջերմուկի վաճառքը։ Ընկերությունը դեռ չի արձագանքել, իսկ Հայաստանում պատկալ մարմինները փորձում են հասկանալ, ինչ է նկատի ունեցել ռուսական կողմը պարտադիր պահանջների խախտում ձևակերպման տակ ու այդ ինչ խախտումներ են գտել, որ կարող են վնասել ռուսաստանցիների առողջությանը։ Հայ արտադրողները կրկին սկսեցին բախվել դժվարությունների Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին հանդիպումից հետո, որտեղ կոշտ զրույցին զուգահեռ Ռուսաստանի նախագահը նաև Եվրամիություն ԵՏՄ անհամատեղելիության մասին ուղիղ խոսեց։ Չնայած հայ պաշտոնյաների պնդումներին, թե Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Հայաստանի տնտեսության համար որևէ դժվարություն չի ստեղծվել, ռուսական կողմը հայկական ապրանքի նկատմամբ հերթական սահմանափակման մասին է տեղեկացրել։ Ռուսական շուկայում արգելվել է ջերմուկ հանքային ջրերի վաճառքը։ Ջերմուկ գրուպից խոստացան գրավոր արձագանքել, բայց ողջ օրվա ընթացքում տեղեկությունը այդպես էլ չտրամադրեցին։ Մինչ այդ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, Ռուսաստանից պաշտոնական գրություն դեռ չեն ստացել։ Տեսչական մարմինը Ռոդահամապատասխան մարմիններից Ռոսպատրևնadzorից կամ Ռոսսելխոզնadzorից որևէ պաշտոնական տեղեկություն, գրություն եւ այլն չի ստացել այդ խնդրի վերաբերյալ ջերմուկի հետ կապված։ Այս պահին ձեռնարկում են միջոցներ իրավիճակը հասկանալու, համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ արդյունքները մենք անպայման կհրապարակենք։ Ջերմուկի մասին տեղեկությունը RBK լրատվականին հայտնել էր Ռուսաստանի մրցունակ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի փոխտնօրենը։ Պաշտոնյանը ասել է, որ շրջանառության մեջ գտնվող 338,000 շշի
վաճառքը դադարեցվել է Ռոսպատրեբնաձորի գրության հիման վրա։ Որպես արգելքի պատճառ գերատեսչությունը նշել է պարտադիր պահանջների խախտումներն ու հավելել, անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացիների կյանքի եւ առողջության հնարավոր վնասը կանխելու ուղղությամբ։ Չեսնեի զնակ պետական համակարգը ջերմուկի վաճառքը դադարեցրել էր դեռ 2024 թվականին, երբ Հյուսիսային Օսիայի 65-ամյա մի բնակիչ էր մահացել, ըստ ռուսական կողմի ջերմուկ խմելուց հետո։ Այդ ժամանակ ռուս իրավապահները պնդել էին, որ հանքային ջրում քացախաթթու է եղել։ Դրանից հետո ռուսական աղբյուրների փոխանցմամբ դադարեցվել էր 2.5 միլիոն շշերի վաճառքը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն ի դեպ օրերս վերսկսեց 2 տարի առաջ հարուցված այս քրեական գործի քննությունը նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով, բայց ինչ հիմքերի մասին է խոսքը չեն մանրամասնել։ Այս գործի վերաբացումից հետո Ջերմուկ գրուպը հայտարարել էր, թե ընկերության կամ աշխատակիցների դեմ որևէ մեղադրանք չկա։ Ընկերությունը նաև նշել էր, թե Ռուսաստանում իրենց դեմ ներկայացված քաղաքացիական հայցը բոլոր ատյաններում մերժվել է։ Սննդի անվտանգության տեսչական մարմինն էլ հայտնել էր Ջերմուկի մայր գործարանում ստուգումներ են արել ու եզրահանգել, արտադրական համակարգը բացառում է շշում այլ նյութի հայտնվելու չնչին հնարավորությունն անգամ։ Ջերմուկ գրուպի տնօրենն այսօր ողջ օրվա ընթացքում անպատասխան թողեց ազատության զանգերն ու հարցադրումները, իսկ ընկերության հիմնադիր Աշոտ Արսենյանի հեռախոսն այսօր ողջ օրվա ընթացքում անհասանելի էր։ Բայց այդ օրերին Ժողովուրդ օրաթերթին Արսենյանը փոխանցել էր, թե իրենց բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձեր են արվում։ Մեջբերում այդ հայտարարությունից։ Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Մշուշոտ ենթադրությունների ետևում պարզ նշмарվում են ոմանց ականջները։ Թե իր նշած մշուշոտ ենթադրությունների հետևում հանրապետական նախկին падգամավորն ու ականջներն էր նշмарել, չէր մանրամասնել։ Ջերմուկի արգելքից առաջ էլ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Ռոսալկոգոլ տաբակ կոնտրոլը նախաձեռնել է Պրոշյանի կոնյակի գործարանի լիցենզիայի չեղարկման գործընթաց, ներմուծվող կոնյակի նմուշներում խախտումներ հայտնաբերելուց հետո։ Գործարանը սակայն հերքել էր այս տեղեկությունը, պնդելով, թե իրենց շփոթել են Ռուսաստանում գործող դիստրիբյուտոր ընկերության հետ։ Մարտին կայացած Փաշինյան-Պուտին լարված հանդիպումից հետո Մոսկվայի այս քայլերը կարող են վկայել այն մասին, որ ռուսական շուկայում հայկական բիզնեսների գլխին սև ամպեր են կուտակվում։ Իշխող ուժի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցներում պնդել էին հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չկան։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պա բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Այս խոսակցությունները, այս թեմաները նոր չեն, այսինքն նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին, դրա նախորդ տարի էլ է խոսվել դրա մասին։ Ինչպես տեսել եք, ոչ մի կատաստրոֆիկ բան տեղի չի ունեցել։ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է։ Մենք շարունակելու ենք շատ բարեկամական մթնոլորտում քննարկել, բնականաբար ոչ բոլոր հարցերի շուրջ համաձայն լինելու։ Անցած տարի Ռուսաստանում ճգնաժամային իրավիճակում էր հայտնվել Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող Սպայկա ընկերությունը։ Ընկերության 100-ից ավելի բեռնատարների շարժն այդ երկրում արգելափակվել էր։ Սպայկայից ավելի ուշ պնդել էին, թե մի քանի շաբաթում $2 միլիոն վնաս են կրել, բայց ըստ նրանց պատճառները հստակ չգիտեն։ Այս հայտարարությունից հետո բեռնափոխադրող ընկերությունից առհասարակ դադարեցին հարցազրույցներ ու մեկնաբանություններ տալ։ Հայտնի չէ, թե արդյոք լուծվել են նրանց խնդիրները Ռուսաստանում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարբերաբար պնդում էր, թե այս խնդիրը քաղաքական ենթատեքստ չունի եւ ըստ նրա ընկերությունը Ռուսաստանում հարկային պարտավորություններ է ունեցել։ Իդեպ անցած տարի Ռուսաստան արտահանման խնդիրների բախվեցին նաեւ հայաստանյան ծաղկեգործները։ Հիմա ներքաղաքական թեմաների մասին Կիրակի հայտնի կդառնա 19 ուժերից, որոնք կմտնեն ընտրապայքարի մեջ, որոնք որ ուժերը ինչ կազմով։ Հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուսումնասիրում է գրանցման համար ներկայացված փաստաթղթերը։ Մինչ այդ քաղաքական ուժերը արդեն նախընտրական ծրագրերն են հրապարակում։ Այսօր Բարգավաճ Հայաստանն է իրենը ներկայացրել, չբացառելով, որ հաղթանակի պարագայում հայ-ադրբեջանական փաստաթղթերը կարիք կունենան կատարելագործման։ Հիմա տեսնենք ինչ է դա նշանակում։ Ուրիշի մի ասա, ոչ մեկ չի անեն, գործը ինչ որ դու ես անում, քո փառապանցուղին գիտենք, քո պատմությունը, քո անունը համաշխարհային մարդ ես դու։ Գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած Բարգավաճ Հայաստանի նախընտրական ծրագիրը պատրաստ է, սակայն ընտրություններից մեկ ամիս առաջ էլ անհայտ է, թե ով է Ծառուկյանի վարչապետի թեկնածուն։
Գագիկ Ծառուկյանը թեև առաջնորդում է նախընտրական ցուցակը, սակայն հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում։ Այսօր էլ ԲՀԿ քաղաքական թիմի անդամները ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը վարչապետի թեկնածուի մասով փակագծեր չբացեցին։ Որն է պատճառը։ Գագիկ Ծառուկյանը չի կողմնորոշվում իր վարչապետի մի քանի թեկնածուների ընտրության հարցում, թե կաշկանդող այլ հանգամանք էլ կա։ Հարմար եւ պատեհ պահի Գագիկ Ծառուկյանը կհնչեցնի վարչապետի մեր թեկնածուի անունը։ Այս մասով ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ շուտով առաջիկա օրերին դուք կլսեք վարչապետի մեր թեկնածուի անունը։ Ծառուկյանի թիմն այսօր հայտարարեց, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցում են երաշխավորված խաղաղություն Բարգավաճ Հայաստան կարգախոսով, պնդելով, որ առանց արտաքին երաշխավորների եւ վերահսկման մեխանիզմների ցանկացած համաձայնություն խոցելի է։ ԲՀԿ-ն միաժամանակ պնդում է, թե մտադիր չեն վերաբանակցել խաղաղության պայմանագրի տեքստը կամ հրաժարվել միջազգային պայմանավորվածություններից, ինչի մեջ իրենց մեղադրում է իշխանությունը։ Իսկ ինչպես է Ծառուկյանի թիմը իշխանության գալու դեպքում համոզելու Ադրբեջանին ընդունել երաշխավորների միջազգային ինստիտուտը, ինչից Բաքուն մշտապես հրաժարվել է։ ԲՀԿ-ի հետ ընտրություններին մասնակցող դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանն ազատության այս հարցին պատասխան ասաց, թե Ադրբեջանը ամենակարող չէ, որպիսի տարածաշրջանային եւ միջազգային միտումները անտեսի, իսկ միջնորդների դերում կարող են հանդես գալ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, հնարավոր են նաեւ այլ դերակատարներ։ Բավարար է, որպեսզի Հայաստանում լինի իշխանություն, որը մի քիչ սկզբունքային քաղաքականություն վարի եւ կարմիր գծեր ունենա, որպեսզի մեր այս շատ իրատեսական թեզը դառնա իրականություն։ Իդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանը, ով նույնպես ընդգրկվել է ԲՀԿ նախընտրական ցուցակում, կարծում է, որ ընդդիմության հաղթանակի պարագայում պետք է տեղի ունենա ներքին աուդիտ, որը կուսումնասիրի ինչպես Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթերը, այնպես էլ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ըստ նախկին արտգործնախարարի, եթե աուդիտի արդյունքում բացահայտվի, որ Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ կողմերի իրավահավասարությունը երաշխավորված է, ապա որևէ խնդիր չկա։ Բայց եթե հաստատություններում եւ պայմանավորվածություններում արկա է անհամաչափություն եւ կողմերի պարտականությունների ոչ փոխադարձություն, դա անխուսափելիորեն ինչ որ բանի կարող է բերի լարվածության նորից ծագմանը։ Հետևաբար առաջինը, երկրորդը միջազգային պրակտիկայում ընդունված է, որ իրավիճակի փոփոխության կամ նոր հանգամանքների ի հայտ գալու պարագայում չստորագրված պայմանագրերը կարող են կատարելագործվել։ Մինչ ԲՀԿ քաղաքական թիմը այսօր ներկայացնում էր իրենց նախընտրական ծրագրի հիմնական դրույթները՝ երաշխավորված խաղաղություն, մրցունակ տնտեսություն, արժանապատիվ թոշակ, հանրային համերաշխություն, Ծառուկյանը շրջում էր մարզերով։ Կոտայքի մարզում հանդիպումներից մեկում բնակիչներից մեկը պնդում էր, թե ուրիշ ղեկավարի անուն չի ուզում լսել, ցանկանում են, որ հենց Ծառուկյանը առաջնորդի իրենց։ Ես պետք է մի քո նման ղեկավար։ 21 Որ դու գնամ են քո հետևից գալիս են, գայ ժողովուրդը գալիս է քո հետևից։ Իդեպ մարդիկ նաև հետաքրքրվեցին, ինչու է Ծառուկյանը վերջին շրջանում ձախ ձեռքով բարևում ժողովրդին։ Բան չի եղել։ Մկանս փրթել եմ։ Ես շաբաթը 3 անգամ պարապում եմ։ Վարչության ժամանակ Փրտեցի մկանաս, ծանրություն արեցինք, 3 ամիսա չի լավան։ Իմ մարզի չուրա ստեղա։ Դեմ ես մարդիկ հարցը տալիս են, մկանաս խեն փրտես, սմբո։ Սմբո պատասխան ծանր է պարապել։ Ես ծանր դրել։ Մարդը դեմը տասեց, այո։ Սպիցիալն ես արել, որ դեպս վնասես, այո։ Մենք այդ հաշվի կառնենք, պարոն Սմբո։ Ընտրություններից մոտ 40 օր առաջ 2 ամսով կալանավորվել է Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, Արցախյան պատերազմների մասնակից կանդազմական վամբ հայտնի Արթուր Ավանեսյանը։ Մինչ քննիչները պնդում են, թե տվյալներ ունեն, որ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի համակիրը իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրողներին խոստացել է աշխատանքի ընդունել, Ուժեղ Հայաստանից հայտարարում են, որ Արթուր Ավանեսյանը մեղքը չի ընդունում։ Իսկ նրա փաստաբան Արամ Վարդևանյանը պնդում է, հրապարակված զայնագրության մեջ ընտրակաշարքին վերաբերող խոսակցություն չկա։ Ավանեսյանը մեղադրվում է ընտրակաշարք տալու համար։
Տերյան 69 հակակոռուպցիոնի հրապարակած գաղտնալսման մեջ ուժեղ Հայաստանի անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը այս հասցեն է նշում։ Այս հասցեում է գործում Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող Տաշիր գրուպը։ Իրավապահները պնդում են, որ կանդազմականունով Արթուր Ավանեսյանը քաղաքացիներին աշխատանք է խոստացել, երբ ուժեղ Հայաստանը իշխանության գա։ Հակակոռուպցիոնում էլ համարում են, որ սա ընտրակաշարք է։ Դատարանն էլ այսօր Արթուր Ավանեսյանին կալանավորել է 2 ամսով։ Ինչն էր բովանդակային հատվածը ընտրակաշարքի վերաբերյալ։ Այդ հարցադրումը դատական նիստի ընթացքում ուղիղ ներկայացրել ենք։ Ինչի համար։ Ընտրակաշարքը պետք է ունենա շրջանակ, պետք է ունենա առարկա, պետք է ունենա դրա նկատմամբ իրականացվող գործողություն։ Պայմանականորեն 2 անձինք, որոնք ընկերներ են, իրանք իրար ընտրակաշարքի հարաբերության մեջ կարող են ողջամտորեն մտնել, թե ոչ։ Իդեպ ընկերներ, որոնք նույն քաղաքական հայացք ունեն։ Ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակի երկրորդ համարը փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր պատմեց, որ Արթուր Ավանեսյանին կալանավորած հակակոռուպցիոն դատարանը հաշվի չառավ այլ խափանման միջոցներ կիրառելու իրենց միջնորդությունը։ Իդեպ բոլոր հնարավոր այլ խափանման միջոցները առաջարկել էինք։ Հակակոռուպցիոնի քննիչը սակայն դատարանում պնդել է, ազատության մեջ Արթուր Ավանեսյանը կխոչընդոտի գործի քննությանը, կփորձի թաքնվել կամ էլ ազդել գործով անցնող անձանց վրա։ Վարդևանյանը դատարանում հակադարձել է, եթե այդպես լիներ, ապա Ավանեսյանին կկալանավորեին այն ժամանակ, երբ արվել էին այդ գաղտնալսումները։ Ապրիլին նախորդած ժամանակահատվածում արդեն ինտենսիվ գործողություններ կատարել են։ Տվյալներ փաստորեն չեն հայտնաբերել, հակառակ դեպքում հենց անմիջապես պայմանականորեն մարտ ամսին լինելու էին ձերբակալումներ կամ կալանավորումներ։ Այդ ամենը չկա։ Հակակոռուպցիոնի հրապարակած գաղտնալսումներում քաղաքացին Արթուր Ավանեսյանին հարցնում է, իրեն պաշտոն կտա բանակում, նա էլ դրական պատասխան է տալիս։ Վարդևանյանը պնդում է, սա 2 գաղափարակից ընկերների միջև խոսակցություն է, ոչ թե քրեական օրենսգրքի խախտում։ Հանցանք կդիտարկվեր, եթե մի կողմը փորձեր ազդել մյուսի կամքի վրա։ Շատ բաներ իրար կարող են խոստանալ, կարող են պատկերացնել, կարող են հավատալ, բայց դա ինչով է դառնում ընտրակաշարք։ Ընտրակաշարքի առաջնային բաղադրիչը ընտրողի կամքին միջամտությունն է շահագրգռելու միջոցով։ Դա կարող է լինել գումար, կարող է լինել այլ միջոց, բայց պետք է կամքին միջամտություն անես։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցչի կարծիքով իրենք նախընտրական տարբեր խոստումների մասին են հայտարարում, ինչը հանցագործություն չէ, այլ քարոզարշավին բնորոշ հայտարարություններ։ Արման Սարգսյանին աշխատանք եք առաջարկում նորմալ պայմաններով։ Հարգելիս, համայնքի ղեկավարը ասում է, այս պահին 50 հոգու ազատ բանվորի ազատ տեղ ունի։ Այս հրահանգը վարչապետը տվել էր մարտի 7-ին Արագածոտնի մարզպետին։ Նման օրինակներ էլի կան, ասում է Արամ Վարդևանյանն ու պնդում, ինչու իրավապահները վարույթ չեն հարուցել արդեն 2 ամիս քաղաքներում ու գյուղերում շրջող վարչապետի այս խոստումից հետո։ Իրավապահ կառույցներից ճշտել ենք, իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների դրվագներով վարույթներ իրավապահները չունեն։ Դա ընտրակաշարք է։ Հիմա եթե այս դեպքում ընտրակաշարք է, բայց այդ դեպքում ինչ են անում։ Հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրության մեջ խոսք կա նաև անձնագրերը պատրաստելու Տերյան 69-ը այցելելու մասին։ Ընդամենը կուսակցությանն անդամագրվելու մասին է վստահեցնում է փաստաբանը։ Այս գործով կա եւս 3 մեղադրյալ։ Փաստաբան Ռոման Երիցյանի տվյալներով դատարանը տնային կալանքի է տարել նրանցից արցախցի Գեգամ Զաքարյանին։ Կստացվում է, որ Գեգամ Զաքարյանը ընդունել է մոտ 30-35 միլիոն դրամի կաշառքի խոստում է տվել, կաշառք ստանալու համաձայնություն է տվել, որպեսզի ընդամենը 5 հոգուց ձայն տա ուժեղ Հայաստան կուսակցության օգտին, որից այդ 5 հոգուց 4-ը անգամ ընտրելու իրավունք չունեն։ Ըստ փաստաբանի Զաքարյանը տան միակ կերակրողն է, բայց տնային կալանքի դեպքում չի կարող աշխատել։ Ըստ քննչական մարմնի Գեգամ Զաքարյանն ընտրակաշարքի դիմաց խոստացել է ընտանյոք ընտրել ուժեղ Հայաստանին։ Նրան վերաբերող ձայնագրությունն այսքանն է։ Զաքարյանը խոսում է աշխատանք գտնելու մասին, Ավանեսյանն էլ պատասխանում։ Չաչարվեցիք, ընտրեցիք, համ գործմաններ, համ հողնաններ, համ տոննաններ։ Այս գործով անցնող մյուս 2 մեղադրյալների մասին տեղեկություններ հայտնի չեն։ Հակակոռուպցիոնը մանրամասներ դատական որոշումներից չի հայտնում։ Նախընտրական այս փուլում նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել քաղաքացիական պայմանագրի ընտրական ցուցակում ընդգրկված Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Սարիկ Մինասյանը։ Նրա հանրայնացված ձայնային հաղորդագրությունում առավելապես ոչ եթերային բառերի տարափ է, բայց այլևս էթիկայի կանոնագրքով հայհոյանքը մերժող իշխող ուժը այս վարքագծին ժամեր շարունակ չի արձագանքել։
Վերջին հայոյախոսությունը դեռ չէր մոռացվել, երբ երեկոյան համացանցում մի ձայնագրություն հայտնվեց, որում ենթադրաբար Գյումրիի Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն էլ ավելի թունդ, սեռական բնույթի հայոյանքներով լեցուն մի ձայնային հաղորդագրություն է ուղարկում ինչ-որ մեկին։ Տունը տեղեն դու ես համար այդ կերեք պիտի ղերգես խերգեք տաղը իմ տեղս գիտենք դու ինչ տեղա։ Սարիկ Մինասյանը չի հերքել, որ ինքն է ձայնային հաղորդագրության հեղինակը, բայց ի տարբերություն նախորդ ընդամենը մի քանի օրվա վաղեմության դեպքի ներողություն չի խնդրել, հրապարակելով այն օգտատիրոջ էջը, որին ենթադրվում է, որ պատասխանել է, ԿՊԱ-կանը միայն գրել է. Սա ձեր տարածած ձայնագրության հերոսն է, ով սպառնում էր ինձ անձնական էջից ձայնային հաղորդագրությամբ հայհոյանքներով, որ ավտոմատով Դոնբասից կգա, բայց տեղ հասավ կոմունիստական Կլյավուզյան։ Սա է ձեր տեսակը՝ սադրել, ձայնագրել, ընտրակաշարք տալ, հայհոյել։ Ձայնագրությունը մոնտաժված է եւ ներկայացված միակողմանի, ուժեղ զապիսենողեք։ Սարիկ Մինասյանի հրապարակած սկրինշոթերում օգտատիրոջ էջում ընդդիմադիր ուժեղ Հայաստանի պաստառն է, անձնական տեղեկությունների բաժնում էլ գրված է, որ տղամարդը Դոնբասից է։ Ինչու էր հայոյանքների տարապտեղում, պատրաստվում է արդյոք ներողություն խնդրել, ինչ կարծիք ունեն իր վարքագծի մասին կուսակցությունում։ Այս հարցերը Սարիկ Մինասյանին ուղղել չհաջողվեց, նա այսօր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Անցած շաբաթ էլ նա Facebook-ում վիրավորական բառերով վեճեր բռնվել օգտատերերի հետ, երբ իր էջում տեսանյութ էր հրապարակել Գյումրիում վարչաբենդի համերգից։ Տեսանյութին դավաճան ու ստամոքսազգիներ բառերով արձագանքել էր օգտատերերից մեկը, ՔՊԱ-կանն էլ նրա հեռախոսահամարն էր պահանջել, թունդ վիրավորելով։ Մյուս վիրավորական մեկնաբանությանն էլ են նույն կերպ պատասխանել։ Հետո ներողություն խնդրեց, թե որպես արժանապատիվ տղամարդ տրվել է նպատակաուղղված սադրանքներին եւ որոշ ֆեյքերի պատասխանել հայլային։ Գյումրիի Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարի հետ նման մի միջադեպ էլ անցած տարի էր եղել։ Սարիկ Մինասյանը ղեկավարում է նաև ՀԵՑ-ի Ղարս մասնաճյուղը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորելուց հետո Ավագանու նիստերին չի մասնակցում։ Ընդգրկված է ՔՊ-ի ընտրացուցակում, առաջին 50-յակում։ Քաղաքացիական պայմանագիրն անցած տարի էթիկայի կանոնագիր կընդունեց։ Կուսակցության վարչության նախագահ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե երկրում որպես կառավարող ուժ պատասխանատվություն են զգում երկրում քաղաքական միջավայրի մթնոլորտի կուլտուրայի զարգացման համար։ Քաղաքացիական պայմանագրի վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար։ Դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարևարկության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին։ Այնպես որ երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին։ ՔՊ-ի էթիկայի կանոնագրքով կարգապահական պատասխանատվություն է սահմանվում այն խախտողների համար։ Վերջին շրջանում սկանդալների կենտրոնում հայտնված Սարիկ Մինասյանն արդյոք կենթարկվի կուսակցական պատասխանատվության։ Այսօր ՔՊ վարչության 6 անդամ մեր զանգերին չարձագանքեց։ Վարչությունից միակը, որ հեռախոսազանգին պատասխանեց, Հասմիկ Հակոբյանն էր։ Նա էլ հրաժարվեց մեկնաբանությունից, խորհուրդ տալով դիմել կուսակցության աշխատակազմ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ռուբեն Վարդանյանին Բաքվի մեկուսարանից բանտ են տեղափոխել։ Հեղուկ գազի գինը ռեկորդային բարձր է, բայց անգամ այդ գնով դժվար է գտնել։ Երեք չեմ գտել, այսօր էլ լսել եմ, որ կա, առաջի անգամ եկել եմ, որ գնամ կարամ լսնեմ։ Թրամփը պնդում է, Իրանը ցանկանում է օր առաջ բացել Հորմուզի նեղուցը, Թեհրանից դեռ չեն արձագանքել։ Ադրբեջանցիները Արցախի նախկին պետնախարարին և մյուս հայ գերիներին ԱԱԾ մեկուսարանից բանտ են տեղափոխել։ Հիմա տեսնենք, թե ինչ է հայտնի այն կալանավայրի մասին, որտեղ Բաքուն ուղարկում է քաղաքական հայացքների համար հետապնդվողներին։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանից տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող ՈՒՄԲԱԿ-ի բանտ։ Միեդում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի տեղեկություններով նույն բանտ են տեղափոխվել նաև մյուս գերիները։ Իմ ունեցած տեղեկություններով 19 հայերը գտնվում են հենց ՈՒՄԲԱԿ-ի համալիրում։ Նախկինում եւս եղել են, այսինքն 3 անց պահվել է այս հաստատությունում նախկինից 2023 թվականից 16 անց տեղափոխվել են 16 անձինք դա փետրվարին դատապարտված հայերն են, այսինքն Ռուբեն Վարդանյանը մի գործով եւ մյուս գործով մենք ունենք 15 ամբաստանյալներ, որից 7-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են, իսկ 8-ը Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցած անձինք։ Տեղափոխությունն ըստ Սահակյանի պայմանավորված է Ադրբեջանի ներպետական ընթացակարգերով։ Փետրվարին հրապարակված դատավճիռներից որոշներն, այդ թվում Ռուբեն Վարդանյանինը, արդարադատության երաշխիքների բացակայության պատճառով չեն բողոքարկվել եւ համարվում են ուժի մեջ մտած։ Այս պայմաններում Սահակյանի խոսքով Ադրբեջանի ներպետական համակարգը տարանջատում է պատիժը կրողների եւ կալանավորվածների պահման վայրերը։ Թերևս արդեն բոլոր հայ գերիներին ընկալում են որպես օրինական դատավճիռների հիման վրա պատիժ կրողներ, ուստի ազգային անվտանգության ծառայության ենթակայության քննչական մեկուսարանից նրանց տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկ այլ հաստատություն, դա ՈՒՄԲԱԿ-ի բանտային համալիրն է։ Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտեց 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Բաքվից մոտ 70 կիլոմետր հեռու եւ մեկուսի վայրում գտնվող ՈՒՄԲԱԿ-ի բանտ գերիների տեղափոխության մասին Սահակյանը տեղեկացել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքից։ Ասաց, ինչպես նրանց դատավարությունները, այնպես էլ այս գործընթացում թափանցիկություն չկա։ Տեղափոխության մասին ընտանիքի անդամները նախապես ոչ մի տեղեկություն չեն ունեցել։ Այժմ էլ անհայտ է, թե 2023-ին շահագործման հանձնված այս բանտում ինչ պայմաններում են պահվում գերիները։ Ադրբեջանի իշխանությունների ներկայացմամբ ՈՒՄԲԱԿ-ին համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։ Ինքնին ֆիզիկական պայմանները դեռևս չեն ենթադրում, որ միջազգային ստանդարտները ապահովված են, որովհետև այնտեղ կա սննդի, հիգիենայի կազմակերպման, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման հարցեր եւ ինչու ոչ վարվեցողություն, որպեսզի զերծ մնան հոգեբանական կամ ֆիզիկական ճնշումներից, այս տեսանկյունից բոլոր միջազգային զեկույցները հստակ ֆիքսում են, որ խոշտանգումները լայնատարած պրակտիկա են ադրբեջանական քրեակատարողական հիմնարկներում, վատ վերաբերմունքը կրկին մասսայական է եւ արդյունավետ մեխանիզմներ չկան դրանք զսպելու կամ պատասխանատուներին պատժելու նպատակով։ ՈՒՄԲԱԿ-ի բանտի մասին հիշատակում կա անցած շաբաթ Amnesty International-ի հրապարակած տեղեկանքում։ Այնտեղ է պահվում ադրբեջանցի քաղբանտարկյալ Բահրուզ Սամադովը։ Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Սամադովին չեն թույլատրում նույնիսկ բանտի բակում զբոսնել, իսկ 1 մետրանոց պատշգամբում օրվա ընթացքում 2 ժամից ավելի չի կարող անցկացնել։ Սիրանուշ Սահակյանի խոսքով տևական բանակցություններից հետո ադրբեջանական բանտերում, այդ թվում ՈՒՄԲԱԿ-ում խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն անցած տարի կարճ այցելություն է իրականացրել։ Զեկույցը պատրաստ է, բայց Ադրբեջանը չի համաձայնում, որ այն հրապարակվի։ Իրավապաշտպանի կարծիքով նաև այս հանգամանքն է վկայում, թե Ադրբեջանի բանտերում ինչպիսի պայմաններ են տիրում։ Եվ այստեղից մեզ մնում է հետևություններ կատարել, թե ինչ լրջագույն տենց ահահակող խնդիրներ են բարձրաձայնվել խոշտանգումների վերաբերյալ, որ պետությունը հրաժարվում է տալ համաձայնություն եւ ձեռնպահ է մնում այդ տվյալների հրապարակայնացումից։ Ցանկը, որտեղ փորձագետները կոմիտեի անդամները այցելել են, ներառել է թե քննչական մեկուսարանը, որտեղ նախկինում պահվում էին հայեր, եւ թե ՈՒՄԲԱԿ-ի նոր համալիրը։ Անցած սեպտեմբերին Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումից հետո Ադրբեջանում պահվող գերիներից տեղեկություն ստանալու միակ տարբերակը հեռախոսազանգն է, որի հնարավորությունը շաբաթական 1 անգամ մինչև այս տեղափոխությունը ունեցել են 2023-ից հետո գերեվարված հայերը։ Թե ռեժիմի փոփոխությունը ինչպես կանդրադառնա այս իրավունքի վրա, Սահակյանն ասաց կկարողանան գնահատել որոշ ժամանակ անց, երբ բավարար տեղեկություն ունենան։
Անգամ մշակութային ժառանգության ոչնչացմանն արձագանքելն են Փաշինյանի կառավարությունում համարում Ղարաբաղյան շարժման ռեանիմացիա։ Սոցիալ-նախարար Արսեն Թորոսյանի այս վերջին դիտարկումից, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կոնկրետ հայտարարությունից հետո, թե Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման դեպքով չեն դիմի միջազգային կառույցներին, այնուհանդերձ կան անհատներ, որ պատրաստվում են ընդդեմ Ադրբեջանի հայց ներկայացնել։ Հայաստանում գտնվել են մարդիկ, որ այժմ քննարկում են Ստեփանակերտի Մայր տաճարի ու Սուրբ Հակոբ եկեղեցու ավերման փաստերով եվրոպական դատարան դիմելու հարցը։ Այս մասին Ազատությանը հայտնեցին մի քանի հանրային գործիչներ։ Կարծում են այս կերպ կարող են Բաքվին միջազգային դատարան պատասխանատվության կանչել ու ամենակարևորը կանխել հետագա ավերումները։ Պետությունը չի կարող անհատներին արգելի ու չի էլ արգելում, որը միջամտություն դեռ մեր աշխատանքին չկա։ Իսկ կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետությունը որպես առանձին սուբյեկտ, ինքը ասում է դա իմ գործը չի, որտեղ սահմանների լուծը։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով, այնինչ ոչնչացվել է ադրբեջանցիների ձեռքով Արցախի թեմի գույքն է եւ արցախցիները կամ մայրաթոռը կարող են իրավական գործընթաց սկսել, անկախ նրանից, որ պետության ղեկավարն ասել է միջազգային կառույցներին չեն դիմելու։ Ստրասբուրգի դատարան կարող է դիմել օրինակ կործանված տաճարում մկրտված մեկը։ Այն մարդիկ, ովքեր այնտեղ ամուսնացել են, ովքեր նշանվել են, ովքեր եկեղեցին իրենց համար իրենց հոգևոր կյանքի բաղկացուցիչ մասն է եղել, սա ստեղծում է կապ, իրավահարաբերության կապ։ Արցախ միության ղեկավար Արտակ Բեգլարյանը շարում է բոլոր այն հիմքերը, որոնցով վստահ է Հայաստանի իշխանությունը պարտավոր էր զբաղվել հայկական մշակութային ժառանգության պահպանությամբ, նույնիսկ եթե այն Հայաստանի տարածքից դուրս է։ Սահմանադրական պարտավորությունից բացի միջպետական գանգատներ կան Ստրասբուրգի ու Հաագայի դատարաններում, կան նաև միջանկյալ վճիռներ, որ պարտավորեցնում են Ադրբեջանին չոչնչացնել հայկական կոթողները։ Ընթացիկ գանգատներ են բնականաբար այդ գանգատների շրջանակներում Հայաստանը քաղաքական պարտավորություն ունի շարունակելու, բայց նույնիսկ եթե Հայաստանը միջպետական գանգատները հետ վերցնի, նույնիսկ այդ պարագայում այս ակտերը դատարանների չեն կարող չեղարկվել, դրանք ուժի մեջ են։ Իր ինքնիշխան տարածքում ինչ որ բան է անում իշխանական վերնախավից Արսեն Թորոսյանն է հանրայինին տված հարցազրույցում շարունակել բացատրել, թե ինչու է պետք լռել, երբ Բաքուն քանդում է Մայր տաճարը։ Ասացինք, ինչու է քանդում մեր ժառանգությունը։ Հետո պատասխանում են։ Պատասխանում են, ասում են լավ ենք անում։ Դե կներեք։ Ինչ։ Դա չեղավ խաղաղություն։ Չէ, դա եղավ խաղաղություն։ Վատ է, որ քանդում են հնդած սարձանագրում է Արսեն Թորոսյանը, բայց պնդում, եթե Հայաստանի իշխանությունը ձայն հանի կնշանակի, վերակենդանացնում է Ղարաբաղյան շարժումը։ Թորոսյանը չի հստակեցնում, Բաքուն սկսելու է կրակել, եթե Հայաստանի իշխանությունը որոշի անհանգստություն հայտնել հուշարձանների ոչնչացման առիթով։ Պետք չի խոսել ու վերջ։ Ասենք արեցինք, եւ ինչ։ Դա Հայաստանի Հանրապետությանը, ուղիղ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ապրող ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինչա տալու։ Արսեն Թորոսյանը լավ կանի պարզապես լռի եւ գնա իր գործերով զբաղվի, առնվազն աշխատանքի եւ սոցիալական հարցերի ուղղությամբ շատ մեծ ծախողումներ ու բացթողումներ ունեն, այդ թվում Արցախի ժողովրդի ինտեգրման հարցում, այլապես ինքը սրանով լրացուցիչ չափով խրախուսում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները։ Գերիներին էլ սպանեն իշխանականները, կասեն իրենց երկիրն է, ինչ կուզեն կանեն, ասում է Արցախ միության ղեկավարը, իշխող թիմի տեսակետները համարում վտանգավոր ապագայի համար։ Այսպես կարող են հողին հավասարվել նաև Ամարասը, Գանձասարը, Դադիվանքն ու այլ հնագույն կոթողներ։ Ինչ էլ իրանք անեն, միևնույնն է, մենք մեզ խելոք ենք պահում։ Թորոսյանն օգնում է Բաքվին արդարացնում եկեղեցիներ քանդելը, լուսավոր Հայաստանի առաջնորդն է հակադարձում քաղաքացիական պայմանագրի վարչության անդամին։ Ու ասում է, դե ինքը իր ինքնիշխան տարածք, ինչու զմանում։ Այսինքն միջազգային մեր ցանկացած գործընկեր, որ սա կարդա, պետք է ասի, թե ժողովուրդ ջան, մի հարցը մենք ոնց բարձրաձայնենք, եթե ձեր երկրի ներսում ձեր մինիստրը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ ասում է, դե նորմալ է, Ադրբեջանը ինքը իր տարածքում արել է, մենք խաղաղություն ենք կառուցում։ Ըստ Մարուքյանի հայկական արժեքների ոչնչացմամբ Բաքուն ցույց է տալիս, որ խաղաղության պլան բոլորովին չունի։ Ունենար, ասում է, պիտի եկեղեցին տեղում լիներ, բաց ճանապարհ, մենք էլ գնայինք, մոմ վառեինք, շփվեինք։ Հիմա վերջին օրերին հեղուկ գազի շուկայում կատարվողի մասին։ Գազ հիմնականում կամ չկա, կամ ռեկորդային թանկ։ Ուստի ինչ է անում պետությունը, դեռ միայն հայտարարում են, թե ուսումնասիրում են շուկան, իսկ մարդիկ բենզինը գազով հենց մատչելիության պատճառով էին փոխարինել։ Երեք չեմ գտել, այսօր էլ լսել եմ, որ կա, առաջի անգամ եկել եմ, որ գնամ կարամ լսնեմ։
Փնտրտուքներից հետո վարորդներն այսօր հեղուկ գազ գտան Նոր-Նորքի լցակայաններից մեկում։ 270 դրամի հասած գինը թեև բարձր է, սակայն հարևանությամբ գտնվող լցակայաններում հեղուկ գազ ընդհանրապես չկա։ Իսկ այստեղ հերթերը տասնյակ մետրերով էին ձգվում։ Այրեգել աստեղ է, ուղղակի հերթը շատերը չկանգնեցին։ Արդեն ինչքան ժամանակ կա կանգնած եք։ Մի քիչ ժամ։ Պատահական անցել եմ, գտե մնացած տեղերը չկա։ Ինքը երեք ահագին տեղ նայեց։ Հա, չկա ընդհանրապես։ Սաղ տեղերը նայել եմ ես համարյա, մենակ ստեղերից։ Հայաստանում անցած շաբաթվանից հեղուկ գազի դեֆիցիտ է, որտեղ էլ կա, գինն է շատ ավելի բարձր։ Ընդամենը մի քանի օրում վառելիքը թանկացել է առնվազն 50-ից 70 դրամով։ Ավելի քան 30% թանկացումը վարորդների գրպաններին է հարվածում։ 50 լիտրանոց բալոնը լիցքավորելու համար հիմա առնվազն 3500 դրամ ավելին է պետք վճարել, քան շաբաթներ առաջ։ Իսկ վարորդները հեղուկ գազի անցնում են գումար խնայելու համար, այն բենզինի համեմատ ավելի մատչելի է։ Առայժմ Այս թվին խիա թանկ բայց գազը։ Yandex-ը քշում որ տուն պահենք էտ այլ այդ ձև են անում, ինչ անենք։ Մի քանի օր լռելուց հետո կառավարությունը միայն այսօր արձագանքեց հազարավոր վարորդների այս հարցադրմանը։ Վստահեցնում են, շուկան մշտադիտարկման տակ է ու պետական կառույցները հետևում են իրավիճակին անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները բացառելու համար։ Մինչդեռ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որն էլ պետք է հետևի խաղի կանոններին, մշտապես պնդում է, որ այստեղ հիմնականում անելիք չունի, քանի որ շուկան մրցակցային է համարում։ Ավելի քան 180 ընկերություններ են հեղուկ գազ ներկրում Հայաստան։ Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում են, Լարսի անցակետում առաջացած կուտակումների պատճառով որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն էլ ազդել է մատակարարումների վրա։ Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային անցակետում դարձյալ խցանումներ են։ Եղանակային պայմանների պատճառով Բերին Լարսի ճանապարհը մի քանի օր առաջ փակել էին։ Օրերս վրացական կողմը տեղեկացրեց, թե ճանապարհն անցանելի է, սակայն միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում ծանր բեռնատարների համար երթևեկության ավելի խիստ կանոններ են սահմանել։ Եթե կառավարությունը լռությունից հետո որոշ բեռնատարների ուշացման մասին է հայտնում, հեղուկ գազ ներկրող ընկերություններից մեկի ղեկավարը մեզ պատմել է, թե հարյուրավոր բեռնատարներ են ճանապարհին մնացել։ Էկոնոմիկայի նախարարությունն այսօր տարածած գրությամբ քաղաքացիներին հորդորում է խուճապային գնումներ չանել ու հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Անհասկանալի է, թե որ պաշտոնական տեղեկություններին է հորդորում հետևել կառավարությունը, եթե միայն այսօր են հայտարարություն տարածել թանկացումների ալիքից գրեթե 1 շաբաթ անց։ Թե երբ իրավիճակը կարգավորվի, գործադիրի տարածած գրությունից պարզ չէ։ Միայն տեղեկացնում են, որ աշխատում են այդ ուղղությամբ։ Ոլորտի ներկայացուցիչները տեսախցիկի հետևում պատմում են, շուկան կվերականգնվի, երբ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարները տեղ հասնեն։ Այդ մի հեղուկ գազ լցնողն էլ ես եմ։ Իհարկե վատ եմ գնահատում։ Հիմա ինձ հաճելի է օրինակ գնել մի բան, ասենք 20, 30 կամ 40 դրամ ավելի թանկ։ Իհարկե ոչ։ Պատմությունը պարբերաբար է կրկնվում։ Ռուս-վրացական սահմանին ճանապարհն անանցանելի է դառնում ու հաշված օրերի ընթացքում Հայաստանում վառելիքը կտրուկ թանկանում է։ Հեղուկ գազ դժվար էր գտնել նաև այս տարեսկզբին։ Հենց այդ ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, թե Ադրբեջանի տարածքով երկաթուղով հեղուկ գազ փոխադրելու համաձայնություն կա։ 3 ամիս անցավ, հեղուկ գազ բերող ոչ մի վագոն Հայաստան չմտավ։ Այդուհանդերձ այս պատկերը չէր լինի, եթե Հայաստանում հեղուկ գազի պահեստավորման բավարար ենթակառուցվածքներ գործեին, որ երկրում գոնեն վազագույն պաշար լիներ։ Իդեպ հենց այն լցակայանը, որտեղ այսօր վառելիք կար, արդեն տարիներ շարունակ հեղուկ գազ է պահեստավորում դեֆիցիտ չունենալու համար։ Եվ Իրան-Ամերիկա բանակցությունների հեռանկարին անդրադառնանք, մինչ չկա պաշտոնական պայմանավորվածություն, լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակում կուլիսներում ընթացող քննարկումներից։ Նախագահ Թրամփն էլ քիչ առաջ կրկին հայտարարեց, իրանցիները ծանր կացության մեջ են հայտնվել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ փլուզման եզրին են ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման պատճառով։ Ըստ ԱՄՆ նախագահի, Իրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն հնարավորինս շուտ բացի Հորմուզի նեղուցը, մինչ նրանք փորձում են պարզել, թե ով է իրականում ղեկավարում Իրանը։ Կարծում եմ, նրանք կկարողանան դա անել, սոցցանցում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Մինչ այդ ամերիկացի մի պաշտոնյա Reuters-ին պատմել էր, որ Թրամփը խորհրդականների հետ քննարկմանն ասել է, որ դժգոհ է իրանական նոր ծրագրից։ Դրանով առաջարկվում է փոխադարձաբար վերացնել Հորմուզի
նեղուցի եւ իրանական նավահանգիստների շրջափակումը։ Նաեւ մինչեւ պատերազմի ավարտը մի կողմ դնել Իրանի միջուկային ծրագրի քննարկումը։ Ըստ Պաշտոնյայի Վաշինգտոնը ցանկանում է միջուկային ծրագրի հարցը լուծել հենց սկզբում։ CNN-ն էլ գրում է, որ Թրամփը թերևս չի ընդունի առաջարկը, քանզի այդպիսով կարող է զրկվել բանակցությունների ժամանակ ազդեցության կարևորագույն լծակից։ Սպիտակ տան խոսնակը հաստատել է, որ նախագահն ազգային անվտանգության հարցերով օգնականների հետ քննարկել է Թեհրանի նոր առաջարկը։ Քերոլայն Լևիթը սակայն այլ մանրամասներ չի հայտնել, նշելով, որ չի ցանկանում նրանցից առաջ անցնել։ Միայն կրկնեմ, որ նախագահը շատ հստակ ուրվագծել է իր կարմիր գծերն Իրանի հարցում, ոչ միայն ամերիկյան հանրության, այլև հենց իրանցիների համար։ Մինչ պարզ չէ, թե Վաշինգտոնն ինչպես կպատասխանի Թեհրանի նոր առաջարկին, Իրանի արտգործնախարարը երեկ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը նոր առաջնորդի ղեկավարությամբ կհաղթահարի փորձությունների այս դժվարին շրջանը, որին կհաջորդի խաղաղությունը։ Ռուսաստանն էլ կօգնի, ինչով կարող է վստահեցրել է Պուտինը։ Մեր կողմից մենք կանենք այն ամենն, ինչ բխում է ձեր շահերից, տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերից, որպեսզի խաղաղությունը հնարավորինս շուտ հաստատվի։ Դուք շատ լավ գիտեք մեր դիրքորոշումը։ Առողջին շնորհակալություն է հայտնել դաշնակից Ռուսաստանին այս դժվարին պահին Իրանին աջակցելու համար։ Հանդիպումից հետո էլ սոցցանցում գրել է, թե վերջին իրադարձությունները վկայում են Թեհրանի եւ Մոսկվայի ռազմավարական գործընկերության խորության եւ ուժի մասին։ Այս զարգացումներին զուգահեռ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել Իրանի հարցով մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանին կոչ են արել բացել Հորմուզի նեղուցը, որտեղով մինչև պատերազմն անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան ասել է, որ Իրանը պատերազմի ժամանակ անվտանգության նպատակով կարող է սահմանափակել նավարկությունն իր ջրերում։ ՄԱԿ-ում Իրանի դեսպանն էլ նիստից հետո հրավիրած ասուլիսին քննադատել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին Իրանի դեմ պատերազմը սկսելու համար։ Ամիր Սաիդ Իրավանին ասել է, որ Իրանն իրավական որևէ պարտավորություն չունի նեղուցը բացելու հարցում։ Իրանը 1982-ին ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմ չէ, հետևաբար դրա պայմանագրային դրույթները պարտադիր չեն Իրանի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում արտացոլված որոշակի կանոնները համընդհանուր ճանաչվում են որպես միջազգային սովորութային իրավունք։ ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին Fox News-ին ասել է, թե այն, ինչ Իրանն անում է Հորմուզի նեղուցում, համարժեք է տնտեսական միջուկային զենքի կիրառմանը ողջ աշխարհի դեմ, եւ իրանցիները ըստ Մարկո Ռուբիոյի պարծենում են դրանով։ Նրանք Թեհրանում տեղադրում են գովազդային վահանակներ, որոնցում պարծենում են, թե ինչպես կարող են արգելափակված պահել աշխարհի էներգիայի 25%-ը կամ 20%-ը։ Պատկերացրեք, եթե նույն այդ մարդիկ հասանելիություն ունենային միջուկային զենքի, նրանք ամբողջ տարածաշրջանը պատանդ կպահեին։ Պարսից ծոցի երկրները, որոնք պատերազմի օրերին բազմիցս հարձակման են ենթարկվել Իրանի կողմից, այսօր հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Մասնակիցներից մեկը Reuters-ին ասել է, թե նպատակն է քննարկել, թե հետագայում ինչպես պետք է պատասխանեն Իրանի հնարավոր հարձակումներին։ Ու մինչ ծոցի երկրները քննարկում են հետագա անելիքները, Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ դուրս է եկել նավթ արտահանող երկրների կազմակերպությունից OPEC-ից։ Մինչ այդ պաշտոնական Աբու Դաբին արաբական պետություններին քննադատել էր պատերազմի ընթացքում իրանական հարձակումներից իրեն պաշտպանելու նպատակով բավարար միջոցներ չձեռնարկելու համար։ Այս ընթացքում Իսրայելը շարունակել է արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Հեզբոլլան եւս պատասխան հարվածներ է հասցրել, որոնց հետևանքով իսրայելցի 2 զինվոր է վիրավորվել։ Այսքանը այս եթերաժամի համար հիշեցնեմ ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է, սոցցանցերի մեր էջերում նույնպես հետևեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։